Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ հզոր իմ հայ ազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս հիշեցնում եմ, որ վաղը ամսի 20-ին մետրո երիտասարդականի հարևանությամբ Իսահակյանի արձանի մոտ ժամը 18:00-ին տեղի կունենա մեր միտինգը, որտեղ որ մենք միասին կխոսենք, կշփվենք եւ կհասկանանք ինչ ենք մենք անելու հետագայում, ուր են գնում, ինչ է մտածում ընդդիմությունը, որոնք անցել են պարլամենտ։ Յուրաքանչյուրիդ խոսքը, յուրաքանչյուրիդ կարծիքը մեզ համար շատ կարևոր է, սիրելի բարեկամներ։ Չնայած որ ըստ օդում պտտվող լուրերի իշխանություններից եւ իրենց, այդպես ասած, ընդդիմություններից խոսակցություն է եկել հասելին, չեմ սիրում բամբասանք, բայց որ ես խոստացել եմ ձեզ հետ ամեն օր կիսվել ինչ-որ մի նորություններով, ասեմ։ Նրանք ասել են, որ ով պիտի գա կոմունիստներին, դրանք հլը սաղ են, ով պիտի լսի իրանց, կոմունիստները ուր, հիմա քաղաքականությունը ուր, երկիրը փոխվել է, աշխարհը փոխվել է, ուզում եմ արձագանքեմ տվյալ ազնվորությանը։ Ուրեմն կոմունիստները ոչ թե սաղ են, կոմունիստները եղել են, կան եւ կլինեն։ Եվ կոմունիստները այն մարդիկ են, ովքեր միշտ եղել են ժողովրդի կողքին, ի տարբերություն ձեզ։ Կոմունիստները այն մարդիկ են, ումը եղել է ժողովրդավարական իշխանություն, ամեն ինչ եղել է ժողովրդինը, գործարաններից բռնած սաղ թալեցիք, ժողովրդի ձեռից վերցրեցիք։ Մենք իդեպ միտինգին կանդրադառնանք դրան։ Հա, իդեպ սրանցից մեկը ասում է, դու եղել ես պիոներ, ասում է, ես ինչ պիոներ ախպեր, իսկի հոկտեմբերիկ է չեմ եղել։ Նախ եթե մի մարդը արդեն պետական այր օգտագործում է իրար մեջ արա ախպեր բառը, դե պատկերացրեք սրանց մակարդակը, բայց այդ ազնվորության ուզում ասեմ, տղա ջան, քեզ անգամ չէին թողնի, որ դու այդ զնաչոկին ձեռ տայիր, քանի որ թե պիոներական, թե կոմսոմոլի, թե հոկտեմբերիկի զնաչոկները դրանք ընտրվածներինն են, դրանք ժողովրդի երեխեքին են, դուք ում երեխեն եք, ով է ձեզ ծնե, ով է ձեր մայրը, որ հիմա է լոփո խոսում եք, հեսա չեն գա երկու հոգի մեռել գգան բան, էլ այդ ձևի բան, այդ կարծիքին եք, հա, ազգի վերաբերյալ, որ ազգը, այսինքն հետո որ գա, դրանք այդ մեռնող մարդիկ են, հա, մեր տարեց մարդկաց, բա մի վաղ առաջ մեր սիրելի տատիկ պապիկներ եք ասում, հիմա ասում եք մեռել է հոտը բերանից գալիս, հա, թե ընտրությունները պրծավ, ասեմ ընտրությունները դեռ առջևում է, եւ դուք շատ սպասելիքներ ունեք, եւ այն կոմունիստները, այսինքն Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը, ինչպես ասել է, չեմ ասում վաղը, չեմ ասում մյուս օրը, չգիտեմ, բայց քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ, ձեզանից վերցնելու է իշխանությունը, եւ ինչը որ դուք 36 տարվա մեջ թալանել եք ազգին, հաթաթ հետ եք տալու, ջարդված, քանդած գործարաններից բռնած, ձեր գումարներով, ձեր դառը քրդինքով աշխատելու եք, սաղ վերականգնեցնելու եք, եւ գիտեք ինչ ա լինելու, գիտեք, մենք գիտենք ձեր թույլ տեղը որտեղ է, մենք որտեղ խփենք, որ դուք մռմռաք, ու դուք մռմռալու եք, ու ամեն ինչը տալու եք ժողովրդին, կաթի գործարաններ, մածունի գործարաններ, երազ գործարան, որ էլիտար տներ եք շինել ում համար, թուրքերի համար, դուք ամեն ինչի համար պատասխան եք տալու, հլես լկտիների, տգետների նայի, կոմունիստները խիկան, կոմունիստները կան ու գալու են հետույքների վրա մուկ նկարեն, այ մուկը չաղլիկ կը ուզենակ, թե նիհար, այդ արդեն ձեր կամքով կլինի, այդքան ուղղակի արձագանքեցի, չէի կարա չարձագանքե եւ չէի կարա ձեզ տեղակ չպայի, չնայած այնպես բանավորել եմ, ինչ որ պետք է ասել եմ, որ ասում եմ մամաների պորտերը տեղն եմ դրել, արխ է, նրանք չգիտեն հələ ում ղրդաբն են ընկե, իրանց բառապաշարով խոսեմ մի քիչ։ Սիրելի բարեկամներ, ուրեմն Նիկոլ Փաշինյանը, բացի այն, որ իր գրքերի մեջ գրել է, որ նա գրգռվում է արձանից, տղամարդու արձանից, որտեղ նա գրվում է պեդոֆիլիայի մասին, որ երիտասարդ տղա երեխուն պետքա դու ունենաս առաջինը, որ ինքը սաղ կյանքի քեզ հիշի, մոտավոր եմ ցիտում, 3 լրագրողների հետ հայտարարեց, որ ինքը կրքոտ է, ինքը կրքոտ,
դիվանագետ է։ Դեռ մեկ ընդդիմությունը չկա, ինչ ուրախ եւ սիրո եւ համերաշխության մթնոլորտում է անցնում մեր նիստերը։ Ղալաթ է կարե։ Ղալաթ է կարե։ Ես այս գլխից ասում եմ, ես գնալու եմ Բաքու։ Ջարդ ու փշուր անելու ոտի տակ տալու ճանապարհով։ Ջախջախելու եմ հասցեական։ Դուրս եկեք փողոցներ, կանգնեցնեք մեզ։ Քաբաբ եք ուտում։ Էտուն ձայնն է կեղծվել։ Ասում եմ, վայ, Ադրբեջանի բան եկել է Դիլիջան։ Այ կտենեք ինչ է նշանակում իսկական հեղափոխություն։ Բլա 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 բլա։ Ես կրկոտ հռետոր եմ, հարգելի գործընկերներ։ Ես հիմա էլ կարելի է ասել, հիմա եթե մի քիչ ինձ հուզող թեմայի մասին խոսամ, էլի կրկոտ եւ երանդուն եմ խոսալու։ Նիկոլ Փաշինյան, հասկացանք, ամեն ինչ հասկացանք, կրկոտ ես, սեքսուալ ես, դու ես շատ գիտեմ ինչ ես, բայց էդի լրագրողի հետ խոսալու թեմա է, որ դու կրկոտ ես։ Հա։ Էս ուր եք հասե, էս ինչ եք խոսում։ Քո երեխութայ աղջիկը հարցը տվող, դու կրկոտ տղամարդ ես, հա։ Ես քո կրկոտը կերևա շատ շուտով Նիկոլ Փաշինյան, շատ շուտով, համբերի եւ լուր ու մունչ մտածի ինչպես է իշխանությունը թավշյա ձևով, խաղաղ ձևով առանց այրունի հանձնելու Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությանը։ Մտածի, ժամանակ հələ մի քիչ ունես։ Սիրելի բարեկամներ, իսկ հիմա տեսեք, հիշում եք խաղաղության մասին, որ խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Հիշում եք, ես որ ասում էի ամսի 18-ին, հունիսի 18-ին հայտարարություն է լինելու Ադրբեջանից, Նախիջևանից, Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ։ Tarixi torpaqlarımızda Qərbi Azərbaycanda soydaşlarımızın məruz qaldıqları bütün faciələrin birbaşa Naxçıvan xalqı və Naxçıvan torpağı şahidi olubdur. Və bu tədbirlərin burada keçirilməsi təbii ki, həm də qarşı tərəfə bizim mesajımızdır və insanlarımızın öz ata-baba yurtlarına qayıdışının inamıdır bu. Bununla da dünyaya mesaj veririk ki, Qərbi Azərbaycan ərazisində soydaşlarımızın çox zəngin mədəni irsi olubdur. Bu insanların öz ata-baba yurduna qayıdışı onların həm insanlıq haqqıdır, həm beynəlxalq hüquqa söykənən haqqıdır və heç bir beynəlxalq qanun bu insanların öz doğma evinə, ata-baba yurduna qayıdışını inkar eləyə bilməz. Նախիջևանում մեկնարկել է այսպես կոչված վերադարձ դեպի Ադրբեջան խորագրով 3-րդ փառատոն կոնգրեսը։ Մինչև Երևանը փորձում է տարածաշրջանում խաղաղության օրակարգ առաջ տանել, Ադրբեջանում հերթական անգամ բարձրաձայնում են Հայաստանի տարածքի նկատմամբ հակնարկներ պարունակող թեզեր։ Միջոցառման շրջանակում Ադրբեջանի խորհրդարանի փոխոսնակ Զիաֆետ Ասկերովը հայտարարել է, թե արևմտյան ադրբեջանցիների վերադարձը տարածքային պահանջ չէ Հայաստանի նկատմամբ, այլ իրենց պատմական հողեր վերադառնալու ցանկությունն է։ Այսպես կոչված արևմտյան Ադրբեջան գաղափարը Բաքուն վերջին տարիներին ակտիվորեն առաջ է մղում, այն տարածելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Իսկ այդ օրինովի համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբելին շարունակել է Ասկերովին ու պնդել. Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար։ Որ մարդիկ ընդունում են խաղաղությունը, մարդիկ ասելով այդ անասուններին նկատի ունեմ, բայց մի պայմանով Հայաստանից Հանրապետությունը արևմտյան Ադրբեջան է եւ վերջ, եւ նրանք գալու են։ Այն որ ընդդիմությունից կարծեմ ուժեղ Հայաստանը, հետո չեմ իմանում, էլ որ ընդդիմադիր ուժերը բարձրաձայնում էին 300,000 ադրբեջանցիա վերադառնելու, նրանք ձեզ խաբել են։ Ինչ 300,000? 300,000 չէ։ Նրանք ամբողջությամբ են վերցնելու Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ քանի հոգի է գալու բնակություն հաստատի Հայաստանից Հանրապետություն, դա կորոշեն արդեն իրանք, ըստ իրանց հայտարարությունների։ Նիկոլ Փաշինյան, ինչ կասես, եղբայր բառը խոշոր ճակերտների մեջ, ինչ կասես, հիմա ինչ կասես, հիմա ինչ կխապես, մի բան խապի գոնե, լսենք մի քիչ էլ դմրենք։ Այ, բեսսովեսն է, ինչպես կասեր կլասիկը։ Սիրելի բարեկամներ, ներկայացրեցի այսօրվա այս կարճ տեսանյութը, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։
Իսկ մեկ անգամ եւս թույլ տվեք հիշացնեմ, որ վաղը հունիսի 20-ին ժամը 18:00-ին տեղի կունենա Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության միտինգը, որտեղ որ լինելու է խաղաղ մթնոլորտ, մենք կուլտուրական ժողովուրդ ենք, դուք գիտեք, մենք կրթված ենք, մենք իրաց պես չենք խոսում կզզնեմ, պպզնեմ, տզզնեմ, չէ, դες բան չկա։ Մենք խոսալու ենք իրական իրավիճակի մասին, դառը իրականության մասին, մեր քայլերի մասին, մեր մտածմունքի մասին, մենք ինչ ենք անելու հետագայում, երբ ենք անելու, ինչ կա սպասելիք ընդդիմադիր մյուս մեր գոլեգաներից, նրանք ինչպես են վարվելու, վերցնելու են մանդատները, չեն վերցնելու, եթե վերցնում են, ապա ինչու են վերցնում, եթե չեն վերցնում, ապա ինչու շարժում չի սկսվում։ Եվ դիմում եմ իհարկե բոլոր իրական ընդդիմությանը։ Մեր վաղվա հարթակը Իսահակյանի արձանի մոտ բաց է ձեզ յուրաքանչյուրիդ առջև։ Ես մեկ անգամ եւս այս ժեստը ցույց եմ տվել։ Ես տնկում եմ իմ ձեռքը դեպի ձեզ։ Եկեք մտածենք մեր ժողովրդի մասին, մեր հայրենիքի մասին։ Իսկ վաղվա օրը ցույց կտա, սիրելի հայրենակիցներ, ով է իրական ընդդիմությունը։ Թող իրանք ասեն, որ կոմունիստները մեռել են։ Կոմունիստները հոմ գիտեն, որ իրենք ողջ եւ առողջ են եւ ծառայելու են Հայաստանից Հանրապետությանը եւ հայ ժողովրդից եւ բանվոր աշխատավոր դասակարգին։ Կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե Արցախը հայկական Նիկոլ Փաշինյան, չենք մոռանում, հայկական Արցախը Ալեն Սիմոնյան, կեցե հայկական Սփյուռքը, կեցե Ջավախկա հայությունս, կեցե Արցախ հայությունս, կեցե առաքելական Սուրբ եկեղեցին հայոց։ Կեցեք դուք մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, տարեց մարդիկ ձեր ցավը տանեն։ Պինդ եղեք, առողջ եղեք, մենք ձեր կարիքը դեռ ունենք։ Այսքանը սիրելի բարեկամներ, հույսով եմ կհանդիպենք, ցտեսություն, Աստված բոլորիս պահապան, մինչ վաղը։